Ողջույն Front TV հարգելի հետևորդներ, այսօրվա իմ հյուրն է հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը, վարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ոտս խելոք դի առաջին անգամս։ Պարոն Իշխանյան, խոսենք այն մասին, որ Փաշինյանը շարունակում է պատերազմը եկեղեցու դեմ։ Ընդ որում Փաշինյանն անգամ իր երբեմնի քաղաքական առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին չի խնել իր նպատակին հասնելու համար։ Խոսենք սրանից։ Առաջնորդ թե հայր, քաղաքական հայր։ Առաջնորդ հայր։ Որովհետև եթե դրանից սկսենք, նախ հիշենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջին քաղաքացիությունը հանձնել է հենց ոգևոր առաջնորդ կաթողիկոս։ Ու Լևոն Տեր-Պետրոսյանը երբևէ եկեղեցու հետ ընդհանրապես չի ունեցել հարաբերություններ լավ են եղել Ազգին առաջինի հետ եւ ու եկեղեցին էլ խնդիր չի ունեցել Պետրոսյանի հետ։ Բայց Լևոն Տեր-Պետրոսյանը ինքը հեղինակն է այն գաղափարախոսությունների, կարող ենք ճակերտների մեջ գաղափարախոսություններ ասվածը, որովհետեւ դրանք հողեղեն գաղափարախոսություններ չեն, որոնք կրում են այսօրվա այս երիտասարդները, իսկ պատանեկան լեզվով ասած ջահելն են։ Գաղափարախոսությունները որոնք են, օրինակ, որ ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է, որ մենք սովորական ազգ ենք, որ մենք պետք է Արցախը հանձնենք, դա բեռ է, որպեսզի կարողանանք զարգանալ եւ այլն։ Խաղաղություն Ադրբեջանի հետ առանց նախապայման։ Նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ որ Ադրբեջանը ներծրեց Արցախը, ինքը Պետրոս Ղազարյանի մոտ, Պետրոս Ղազարյանը քարոզիչն է հանել ներստատեսն, ասաց, որ զարմանում է, որովհետև հաղթողը պետք է մեծահոգի լիներ, որ շարունակել շարժվել առաջ եւ այլն։ Այսինքն այս իմաստով նաեւ տպավորության, որ չեմ պատկերացնում Ադրբեջանը ինչի համար գոյություն ունի, Հայաստանը ինչ նշանակություն ունի այս տարածաշրջանում, այս նիկո։ Հիմա Լևոն Տեր-Պետրոսյանի քայլը ողջունելի է։ Բնականաբար պետք է բոլորս հարգենք եւ գնահատենք այդ քայլը, որ եկեղեցու դեմ արշավի այս դժվարին ժամանակաշրջանում Լևոն Տեր-Պետրոսյանը աջակցություն է հայտնած կաթողիկոս։ Եվ այս իմաստով բնականաբար Նիկոլ Փաշինյանը պետք է հոգեվարքի մեջ ընկներ, որովհետև Նիկոլ Փաշինյանը հոգեվարքի մեջ է ընկնում բոլոր պարագաներում, ովքեր իրանից մի քիչ էսկով, մի քիչ այնկով են մտածում։ Ինքը մոլագար դիկտատորի պայծառ օրինակ է, գրական եւ ֆիլմային կերպար։ Դրա համար եկավ հոգեվարքի մեջ, անկախ նրանից իր հոգևոր հայրն է, թե քաղաքական հայրն է, թե ինքն էր, որ 2008 թվականին այդ անկարգությունները հրահրեց, Նիկոլ Փաշինյանը հրահրեց այդ անկարգությունները, Նիկոլ Փաշինյանն էր, որի սիրտը փառավորվել էր, որ քաղաքացիները խլել էին ոստիկաններից վահանները եւ այդ վահաններով ծեծում էին ոստիկաններին, Նիկոլ Փաշինյանն էր պատճառը, որ թոքի քաղաքացի մահացավ 2 ոստիկան, 168 ավելի ոստիկան վիրավորվեց եւ այդ ամբողջ մարտի 1-յան այդ սկանդալի թիվ 1 քարոզիչ հրահրողը Նիկոլ Փաշինյանն էր եւ Ղարաբաղյան կլանին իրենց այսպես ասած երկիր ուղարկող, հա, այդպես հիշում ենք այն ժամանակվանից է նրա արցախաֆոբիան, որը թաքցրեց, կարողացավ հասկանալ, որ այս խանգարում է իրան բանի իշխանության գանին զավթելու համար, թաքցրեց այդ արցախաֆոբիան, ինչպես օրինակ Ջոլանին, հա, Սիրիայում թաքցրեցիք տերորիստները տևական ժամանակ, հետո որպես ժողովրդավար sense մի հատ կերպար փրկիչ եկավ։ Նույնը արեց Նիկոլ Փաշինյանը։ Ինքը թաքցրեց այդ լևոնականությունը, նախ արճակատման գնաց իր հետ, այդ արճակատումից Լևոն Տեր-Պետրոսյանի հակի կողմնակիցները հակոծեցին Նիկոլին, Արման Եղորյանին, Հակոբ Արշակյանին, Լիլիթ Մակունցին, այդ սաստավը էլի, որ գնաց ինտելական։ Ու իրանք դարձան հանրապետականներից էլ ավելի ազգայնական։ Այսինքն հանրապետականին էին մեղադրում դուք ուզում եք տալ մեր շրջանները, հիմա են ասում ոչ մի թիզականություն ունեն, իրենք էին ասում։ Հետո ապրիլյան պատերազմին գնացին, երբ որ ավարտվել էր ապրիլյան պատերազմը, ես հիշում եմ այդ ժամանակ իրենք այդ դիրքերից հետ եկան, դիրք դժվար է ասել, երևի դրամներից հետ եկան ու այդ ռազմական շորերով փաբեր էին գալիս իրանց ցույց տալիս այդ շրջանականությունների մեջ անկած հետո մի խոսքով ավելի ազգայնական դարձան, քան հանրապետականներն էին ու
կարողացան դրանով խաբերով գան իշխանության, այդ Հայաստանը, Արցախը եւ վերջ այդ նույն կոնտեքստի մեջ է։ Մի կողմից դու ցույց ես տալիս, տեսեք, ես ինչքան հայրենասեր ազգայնական եմ, մյուս կողմից դու բանակցությունները տապալում ես, շատ լավ իմանալով, որ այդ արտահայտությունը դա բանակցություններ է տապալում։ Մի խոսքով այս փաթեթը հիմնականում եթե վերացարկվենք անձերից, սա անձերի թեմա չի, հա, սա 90-ականներից սկսված այդ կռիվն է, որը Լևոն Տեր-Պետրոսյանը սկսեց, Վազգեն Մանուկյանը երբ որ ներկայացնում էր հոդվածներ գրում Հայաստանի հայերին ձևակերպելով համաշխարհային ազգ, որը Լևոն Տեր-Պետրոսյանին կարծեցին, թե դա ֆաշիզմի հետ կապ ունի, մինչդեռ դա բացահայտ է, չէ՞ որ մենք համաշխարհային ազգ ենք, որովհետև մենք սփյուռք ունենք։ Եվ սա է այդ առաջին էությունը համաշխարհային ազգ լինելու, որը սփյուռքով կապված ենք եւ ամբողջ աշխարհով մենք համաշխարհային ենք, իսկ մյուսը որ մենք առաքելություն ենք։ Իսկ դա կարևոր է իմանալ, որ դու ինքը թե անձնական առաքելություն ես, թե ավելի մեծ ինչ-որ բանի առաքելություն ես։ Եվ այդ ավելի մեծ բանի առաքելությունը այն ժամանակ գուցե դեռևս լավ չէին ձևակերպում, բայց այս օրերին շատ լավ է ձևակերպում, որովհետև այն ինչ կատարվում է Բաքվի բակում ժողովրդավար երկրի առաջնորդների հետ, ցույց է տալիս հայերի առաքելությունը աշխարհում, եւ այդ առաքելությունը աշխարհում ժողովրդավարության եւ մարդասիրության համար պայքարն է, այսինքն մենք այնտեղ ունենալով միլիարդատեր, որը հրաժարվել է քաղաքացիությունից աշխարհի ամենամեծ երկրի, հրաժարվել է իր միլիարդներից, իր ընտանեկան երջանկությունից, որոշել է գնալ Արցախ ու քանի որ վատ էր վիճակը օգնել։ Դրա արդյունքում ինքը հայտնվել է Բաքվի բանտում եւ հիմա խոշտանգումների է ենթարկվում, երբեմն ջուր չեն տալիս, շինծու գործեր են անում, աստվածաշունչ չեն տալիս կարդալ եւ այլն։ Եվ այս վարքը Ռուբեն Վարդանյանի, Դավիթ Իշխանյանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Բաբայանի, ում անունը մոռացա իրենց թողիզները, բայց իրենց էլ է վերաբերում, այս շերտը աշխարհի համար ցույց է տալիս, որ մենք ունենք ժողովրդավար երկիր, Արցախի հանրապետությունը, իրեն ժողովրդավար ինստիտուտները, մեզ մոտ ժողովրդի ձայնով փոխվում էր իշխանությունը, իսկ հիմա այդ կոնցեպտը, այդ գաղափարը դատում է մեկը, ով որ դիկտատոր է եւ 30 տարի նույն այդ իշխանությունը ղեկավարողն է եւ նա է դատում մեզ, ով որ քնած տեղը մարդ է սպանում, ով որ քրիստոնեական եկեղեցիները ոչնչացնում է կամ պղծում է կամ բանը դավաճան է բերում մցնում ստեղ քաղաքացու վրա թքող, որպեսզի կարողանա գրավի եւ այսինքն բարբարոս, հա, բարբարոսության դեմ այդ մեր այսինքն որպես համաշխարհային ազգ հիմա ձևակերպենք մեկը որ աշխարհով մենք կանք, երկրորդը որ մենք ունենք առաքելություն մյուս ազգերին պաշտպանելու ժողովրդավարությամբ եւ մարդասիրությամբ եւ դրա համար մենք ունենք այն մի օրինակը, որ միլիարդատերը հրաժարվել է իր բարեկեցիկ կյանքից եւ իրեն տվել է դրա համար։ Սա պետք է մենք հասկանանք, որ մեր առաքելությունը մենք կատարում ենք։ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարը այս առաքելության բաղկացուցիչ մասն է։ Փաշինյանը հակասահմանադրական քայլերով կկարողանա հասնել կաթողիկոսի փոփոխությանը, թե սահմանադրական փոփոխություններ կնախաձեռնի իր նպատակին հասնելու համար, որովհետև նա ասում է, որ պետք է ժողովուրդը ոտքի կանգնի եւ հեռացնի կաթողիկոսին եւ նա ամեն կերպ կարող է ապացուցել, որ կաթողիկոսը Նախ ֆիքսում ենք, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգի տապալիչ է։ Եվ եթե նրան պետք է մի կայլ հայրանուն, ապա տապալիչն է իրենց ասում։ Բազմիցս նա տապալել է սահմանադրական կարգը եւ հռչակագիրը։ Իմ եւ ձեր եւ բոլորիս սահմանադրական իրավունքները ուղղակի քացուտակ է գցել։ Դա արել է թե Արցախը հանձնելով, թե Գորիսկական ճանապարհը հանձնելով, թե Տավուշի տարածքները հանձնելով միանձնյա, մինչդեռ սահմանադրությունը 205-րդ հոդվածով նախատեսված է, որ եթե Հայաստանի տարածքից փոփոխությունը սա պետք է հանրակրվի։ Սա ֆիքսեց։ Իսկ հիմա սկսել է նոր սահմանադրական կարգի տապալումը, որը սահմանադրության 17-րդ հոդվածն է, որը երաշխավորում է պետության եւ եկեղեցու պահանջատումը։ Հիմա պետությունը գործադիր մարմնի ղեկավարը, այսինքն ինքը իր քիթը խոթել է եկեղեցու ներքին կյանք, կրոնական կազմակերպության ներքին կյանքի մեջ է խոթել։ Սա արդեն սահմանադրական օրենք է խախտել։ Նա այդտեղից բխում են նաև ներպետական օրենքներ, օրինակ խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին ունենք։
Այնտեղ եւս 18-րդ հոդվածով 18-րդ հոդվածը նախատեսում է, որ եկեղեցականները կրոնական կազմակերպությունների անդամները կարող են զբաղվել քաղաքականությամբ, այսինքն այն հանրության մեջ են տարածված են բան եկեղեցի քաղաքականությամբ է զբաղվում, վայ ոնց կլինի, վայ խաչս ընկավ եւ այլն, այդ ամբողջը բան է ճիշտ չի, որովհետեւ եկեղեցականը ունի իրավունք զբաղվել քաղաքականությամբ, հակառակը կլիներ սխալ, որովհետեւ եկեղեցականը Հայաստանի քաղաքացի է եւ նա Հայաստանի քաղաքացիների հետ մյուսների պես ունի խոսքի ազատության իրավունք եւ կարծիք հայտնելու հատկապես իր ինստիտուտի դեմ ոտնձգություններ, չէ՞ որ 385 եկեղեցի են սրանք հանձնվարձել, 60 վանական համալիր, 2000 ավելի խաչքար։ Ուրեմն էս է սա ֆիքսում ենք, որ եկեղեցականը կարող է զբաղվել քաղաքականությամբ, ինչ չի կարող անել պետությունը, դա 17-րդ հոդվածն է ցույց տալիս, որ պետությունը չի կարող խառնվել որևէ կրոնական կազմակերպության ներքին կյանքի, այնինչ անում են սրանք։ Սրանք արդեն ասացինք, սահմանադրը խախտեն, պետական օրենքները խախտում են, բայց էշեշ դուրս են տալիս, թե բանը իշխանություն պատկանում է իբրև թե պատկանում է իրենց կարծիքով ժողովրդին, այնինչ Նիկոլ Փաշինյանն է այս պահին վերցրել, զավթել, հա, ինքը էդ էլ է խախտել, այս պահին իշխանությունը վերցրել է ժողովրդից։ Ուրեմն ժողովուրդը պետք է իր նվաճի, իր իշխանությունը կրկի, այսինքն ապստամբի, որը տրված է իր միջազգային իրավունքով եւ նա կարող է ապստամբել։ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը շատ էական սկզբունք են խախտում, նաեւ դա մարդու անձնական կյանքը եւ ընտանեկան կյանքի հարվում է, որը եւս թե ամրագրված է մարդու իրավունքների հռչակագրով, թե մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, այս ասում եմ, որտեղ իրանք դա համատասում չի Եվրոպայում, դեսի դրանք։ Եվ հռչակագրի 12-րդ հոդվածն է, կոնվենցիայի 8-րդ հոդվածը, եթե չեն կարդացել, չեն էլ կարդալ, որտեղ կրթությունը իրենց համար էական չի։ Ու այս ընտանեկան եւ անձնական կյանքը նաեւ ապահովված է մեր ներպետական օրենսդրությամբ բնականաբար եւ նրանք խախտում են դա։ Նրանք իհարկե այս վաղուց էին խախտում Հոբիկ Աղազարյանով տենց մեծամասշտաբ խախտեցին, երբ որ մանդատից չհրաժարվելու համար նրա սեռական կողմնորոշումը բացահայտեցին։ Բայց հիմա նաեւ զբաղված են կրոնական մի օրենքի խախտում, մտել է կրոնական կազմակերպություն, հերիք չի մտել են մի հատ էլ ներսում են խախտում օրենքը կյանքի անձնական կյանքը իրավունքը ոտնահարել։ Մի հետաքրքիր բան, որ այսօր մտքովս անցավ, հասկանում եք, հա, Նիկոլ Փաշինյանը ինքը բերել է հարկատուի կոնցեպտը որպես հերոս, որպեսզի մարդկանց կոչանի հարկ վճարեն, իսկ ինքը գնա ֆրֆռա աշխարհով ապարքեվավճարներ տա, վերջերս էլ պարզվեց, որ կրթությունը տնձև է այդ արշավը, որ իրականացնում են, եւս պետական բյուջեից է, այսինքն հարկատուների փողով ինքը գնում է իր Աննա Հակոբյանի հետ ֆրֆռալու ու հիմարություններ դուրս տալու։ Եվ այս պարագայում եթե հարկատուն է հերոս, կա հարկատուների, խոշոր հարկատուների ցանկ 471-րդ բերում եկեղեցին։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը հիմա հարձակվել է հերոս հարկատու վրա։ Եվ բոլոր հարկատուները պետք է համախմբվեն եւ պաշտպանեն հերոսական հարկատուին, որը հարկ է վճարում, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա տենց ֆրֆռալ։ Պասոն եկեղեցին հարկա տալիս, որ սրանք ֆրֆռան։ Էս էլ այդ կոնտեքստից, այսինքն այս ամբողջը որ գոյություն ունի, ինքը բան է, ավազե ամրոցել չի, հա, ավազե ամրոցը գոնե sense մի քիչ լինում է սարքել պահպանել։ Սա ոչ մի բան է, օդ էս Նիկոլ Փաշինյանը ինչ անում են։ Պարզապես քանի որ այլ տարբերակ չունեն, քան ենթարկվել Փաշազադեին եւ Ալիևին, նրանք դա անում են։ Այստեղ մի հատ ուրիշ կարևոր բան կա, որ պետք է հայ առաքելական եկեղեցու հետևորդներն ու Հայաստանի քաղաքացիները, այդ թվում Եհովայի վկաների կյանքի խոսքը, ավետարանական եկեղեցին, հիսունականները, բահայիները, կրիշնայականները, 60-ից ավել կարծես կրոնական կազմակերպություն կա գրանցված, այս բոլորը եւ Հայաստանի քաղաքացիները պետք է համախմբվեն եւ այս երիտասարդներին, դավաճան երիտասարդներին Փաշինյանի գլխավորությամբ ասեն. «Ընկեր ջան, դու ինչի՞ չես պատասխանում Փաշազադեին»։ Փաշազադեն իր քիթը խոթել է մեր
երկրի կրոնական կազմակերպության մասին ֆաշիստական հայտարարություններ ան։ Նա վերացման կրոնական կազմակերպությունը վերացնելու կոչ է արել։ Եվ դու փոխանակ հիմա Փաշազադեին sense մատ ցույց տաս, գնաս, չգիտեմ, միջազգային դատարաններ, ՄԱԿ-ում ելույթ ունենաս, թե ոնց է Փաշազադեն ուզում վերացնի Հայաստանում կրոնական կազմակերպությունը, որը համարյա 2000 տարվա պատմություն ունի, կամ բարձրացնես ձայնդ, որ ասում եմ, ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, որ Բերձորում Սուրբ Համբարձման եկեղեցին հողին հավասարեցին, կանաչ ժամը հողին հավասարեցին, Անձաթափի եկեղեցին հողին հավասարեցին, բղծում են դավանա նենգափոխում են եւ բան մսկիթ են սարքում Ղազանչեցոցը, նենգափոխում են բանի Դադի վանքի, Գանձասարի, Ամարասի, Ծիծեռնակավանքի առաքելական եկեղեցու պատկանելիությունը, այս ամբողջը փաթեթի փոխարեն որ դու գնաս այնտեղ պաշտպանես մեր թե հոգևոր իրավունքները, թե քաղաքացու իրավունքները, դու եկել ես կրոնական կազմակերպության դեմ ես արշավ սկսել, պետք է կեպկով դուխով տղա ես, խնդրեմ գնա պատասխանի Փաշազդեին։ Բայց ինչպես պաշտպանի, ինչպես մատաթափ տա, եթե նա կատարում է Ալիևի պահանջները։ Այո։ Սա մենք գիտենք, չէ, Ալիևի պահանջները կատարում են ի սկզբանե եւ ազգային ժողովի շրջապակելը, դատավորներին շրջապակելը, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին, Ռոբերտ Քոչարյանին, Միքայել Հարությունյանին, դատավարությունները նրանց դեմ, Հրայր Թովմասյան համանդրական դատարանի նախագահներ, Շինձու դատերը, Միքայել Արզումանյանը, որը հենց հիմա նստած է, չէ, բանը Գրիգորի Խաչատուրովին երկար ժամանակ կալանքի տակ պահեցին։ Ուրեմն այս ամբողջ փաթեթը իհարկե բնականաբար սա Ադրբեջանի պրոյեկտ է, ծրագիր է, որը իրականացնում է Հայաստանում Նիկոլ Փաշինյան անուն ազգային մարդը, ու ինձ թվում է արդեն ավելի ծիծաղելի, թե ինչքան կարա խափի այս ժողովուրդը, բայց իմիջիալից ասեմ, այս ժողովուրդը չի խափվում։ Իրենց վնասել է իրենց ֆեյքերով ու տենց բանը իրենց ծաղրացումներով, հա, ինչ որ եկեղեցու հարձակում անող դրանք են մնացել, ու ըստեղ կրկին ես հայ առաքելական եկեղեցու հետևորդն եմ, ես ինքս հայ առաքելական եկեղեցու հետևորդ չեմ, ջալուց կնքված եմ, բայց փոքր եմ եղել, իմ ծնողներ ինձ չեն հարցրել, բայց ամբողջությամբ գիտակցում եմ իմ ինքնությունը մխրճված է հայ առաքելական եկեղեցով, եւ հայ առաքելական եկեղեցին այն կազմակերպությունն է, որը լավագույնս է փոխանցում իմ ինքնությունը, հա, սերնդե սերունդ, եւ եթե իմ պապերից եկել է իմ լեզուն, իմ խոսքը, իմ գիտակցությունը, հայ առաքելական եկեղեցին մեծ ներդրում է, ու այդպես պետք է շարունակվի, այսինքն սա կարևոր է, սա ոչ միայն հայ առաքելական եկեղեցու խնդիր է, սա խղճի ազատության խնդիր է, եւ ոչ միայն հայ առաքելական եկեղեցու հետևորդները պետք է այս համախմբեն այս հարցի շուրջ, այլ բոլոր պրոգրեսիվ, այդ բառը հատուկ եմ ասում, պրոգրեսիվ, ինքը հայերեն առաջադեմն է թարգմանել, այս պրոգրեսիվ sense որ ասում եմ այն շենտի համար ավելի հասկանալի է, որ պետք է պաշտպանեն Հայաստանում խղճի ազատությունը, որովհետև կրկին սահմանադրության 18-րդ հոդվածով, չէ 18-րդ եկեղեցուն վերաբերող 17-րդ հոդվածով Հայաստանը ազատությունը, կրոնական ազատությունը ապահովող է, դե խնդրեմ պաշտպանեք։ Պարոն Իշխանյան, այս պարագայում դուք մի քանի բան նշեցիք, բայց էլի հավելեք, ժողովուրդը ինչ պետք է անի, արդյոք քաղաքացիական պատերազմի վտանգ կա։ Քաղաքացիական պատերազմի վտանգ Նիկոլ Փաշինյանը անընդհատ ստեղծել է 2020 թվականից հետո, երբ որ արդեն իրական կերպարը ցույց տվեց, հա, երբ որ վերադարձավ 2008 թվականի եւ 2008 թվականի եւ դրանից առաջվա իր քաշվի, որտեղ այդ Արցախի հանձնման առաջին մասը կատարվեց, գուցե ամենայն հավանականությամբ ծրագրված էր ամբողջությամբ հանձնել Blitzkrieg-ով, բայց քանի որ Ռուսաստանը խաղապահ մտցրեց, մի խոսքով այտենց պլանները բաներա չեղարկվեցին։ Քաղաքացիական պատերազմն
հրահրում էր 2020 թվականի նոյեմբերից հետո, երբ որ զինվորներին այնտեղ կոչեր անում, վայ, էս ինչ լավ են հասկանում, թե ինչ պետք է անել, հա, հիշում եք, այդ վիդեոները, բաները, եւ այնտեղ բանը քարվաճառը ջրականից չտարբերող ինչ որ զինվորականներին, որ տենց բաներ մեր պատվո հագուստը հագած է շեշտուրս են տալիս, այդ հիշում եք, այդ մի բանն էր առաջինը, երկրորդ հայաստանի պետության շարժման ժամանակ էր, որ Բաղարյանը մեծ ցույցեր ինքը հանրապետական հրապարակում ցույց արեց ու այդ ժողովրդին sense բերեց, հասցրեց։ Մի հատ կար, որ ինքը խնդիր ուներ իր առաջ երաբլուր մտնելու եւ այնտեղ հավաքված էին ծվողներ, մարդիկ, բարձր քաղաքացիական մարդը, որ ցույց չէին տալիս որ մտնի եւ որովհետեւ ինքն է սպանել այդ զինվորներին, ընդ որում այդ զինվորները իրենց կյանքը տվել էին Արցախը պահելու համար, իսկ ինքը Շուշին դժբախտ էր թողնում, ասում էր՝ «Բիս պիտի Շուշի»։ Հա, բանա, հիմա այդ իրավիճակն ստեղծվում է։ Մի անգամ այդպիսի խնդիր եղավ, երբ որ գլխավոր շտաբը հրաժարական պահանջեց Նիկոլ Փաշինյանից։ Սա գիտեք, սա եւս ինչ-որ պետական գաղափարախոսական խնդիր է, որովհետեւ այնուամենայնիվ բանակը հրաժարական չի պահանջում, բանակը հրաժարականը ստեղծում է, պարտադրում է, ոչ թե հրաժարական չի դա ինքը սահմանադրական կարգը տապալվում է, ինքը վերականգնում է սահմանադրական կարգը հեռացնելով այս դավաճաններին։ Դա եղել է Եգիպտոսում, դա եղել է Ալժիրում, հա, երբ որ ֆունդամենտալիստը ծայրահեղական իսլամիստները եկան իշխանության եւ խնդիր էր, որ համերաշխություն արդեն սկսել էին ցեղասպանությունները, սպանդերը, այլ եկեղեցական կրոնական կազմակերպությունների նկատմամբ ինչ-որ Սիրիայում, չէ՞, տեսանք ինչ եղավ։ Այսինքն իրենց բանակը կանխեց այն, ինչ եղավ օրինակ Սիրիայում։ Ես բանավեճի էի երիտասարդի հետ, որը շովինիստական մոտեցում ցուցաբերեց ես իմ ասացին, որ մենք չենք համեմատվելու Ալժիրի կամ Եգիպտոսի հետ, ընդ որում պիտի հասկանանք, որ այդ բանակները հենց այն էին արել, ինչ որ իրենց ուզածն էր, իբրև թե կրոնը չխառնվի քաղաքականությանը։ Կրոնը այս պարագայում այլ է։ Եկեղեցականը կարող է քաղաքականությամբ զբաղվել, բայց ինքը իրավունք չունի պետական կառավարմամբ զբաղվել, կրկին նույն օրենքն է խղճի ազատության մասին։ Իսկ այնտեղ արդեն այդ պետական կառավարման մեջ են մտնում եւ դա խնդիր է իհարկե աշխարհիկ պետության համար։ Բայց օրինակ այդ երիտասարդներին, որոնք այդպես դեմ են, հա, բանին ռազմական, որտեղ դա ռազմական հեղաշրջում չի, դա սահմանադրական կարգի վերականգնում է։ Այսինքն սրանք են անում հանցագործությունը, խախտելով սահմանադրությունը, ես չեմ կարողանում վերականգնել իմ սահմանադրական իրավունքը, պատվիրակում եմ բանակին, բանակը վերականգնում։ Եվ եթե իրենց դուր չի գալիս այդ տարբերակը, գուցե այդ Ֆրանսիայի օրինակը բերենք, որ Նապոլեոնն է, հա, օրինակ ռազմական ճանապարհով վերցրել իշխանություն։ Մի խոսքով, վերադառնալով քաղաքացիական պատերազմի թեմային, այո, այդ վտանգը կար նաև այդ ժամանակ, մանավանդ Էրդողանի մակարդակով Թուրքիայից ուղերձ հնչեց, որ իրենք թույլ չեն տա Հայաստանում բանակը վերցնի իշխանություն։ Այսինքն սա խառնվեց մեր ներքին գործերին։ Էս էլ արդեն Թուրքիայի կողմից խախտում է, հա, որ խառնվում է մեր ներքին այն կյանքին։ Երբևէ Թուրքիան այդքան մեծաբերան հայտարարություն չէր արել, Նիկոլ Փաշինյանն է բերել հասցրել որ անի, բնականաբար հասկանում ենք ինչի, բայց այդ ժամանակ թերևս վտանգը կար, այսինքն Թուրքիան կարող էր Նիկոլ Փաշինյանին օգտագործելով, եթե բանակը վերցնի իշխանությունը, ասենք, չգիտեմ, Նախիջևանի զենքեր տեղափոխելով, իրենց այդ մանկլավիկ բունկերներով այդ իրավիճակը ստեղծել։ Հիմա նայ, մյուս կողմը դա կլինի արցախցիները, դա կլինի ռազմաքաղաքական վերնախավը, հա, Հայաստանի, դա կլինեն մտավորականները, դա կլինեն հասարակական արվեստի գործիչները, իրենք քանի որ ունեն վախ պետության վերացման, պետությունը խարխլելու եւ այլն, իրենք անընդհատ փորձելու են քաղաքացիական պատերազմին չվերածվի։ Ես Նիկոլ Փաշինյանի, Էրդողանի եւ Ալիևի համար զենք, որտեղ նրանք լավ հասկանալով, որ դա բան է, վտանգ է այս թևի համար, այս թևը որն է Հայաստանի համար դա վտանգ է, նրանք անընդհատ դրանով շանտաժ են անում։ Եվ հիմա այո, Նիկոլ Փաշինյանը կարող է այդ շանտաժը նայել անի, որովհետեւ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ նրա նկատմամբ որևէ վստահություն չկա, մնացել է գնելիքը
Սարգսյանն էր, Դոնալդ Սարգսյանը եւ Ռուբեն Ռուբինյանը նրա վստահելի անձանցից, Ալեն Սիմոնյանը վստահել չի, որտեղ Ալեն Սիմոնյանը ներողում է շանտաժով բահում են կնոջը գործ հանցուց եղբոր կնոջ վրա այս Ալեն Սիմոնյանը ու այս իմաստով այո այս քաղաքացիական պատերազմը կարող է դառնալ դրա համար հնարավորություն, որպեսզի ինքը շարունակի իշխանությունը։ Մենք անընդհատ խոսում ենք արցախցիների Արցախը հանձնելու մասին եւ սահմանադրության մեջ էլ եւ մենք էլ մեր գիտակցության մեջ բարձ գիտենք, որ Արցախը Հայաստանի համար դարպաս էր։ Հիմա Արցախը կորցնելուց Հիմա հետո էլ դարպաս։ Բայց չունենք չեցել։ Հիմա Արցախը կորցնելուց հետո Հայաստանում արցախցիները իրենց օտար են զգում։ Ատելության խոսք անընդհատ քարոզվում է, նրանք ասում են մենք պարտավոր չենք ձեզ պահել, բայց հիշեցնենք մեր քաղաքացիներին, մեր հետևորդներին, որ միջազգային հանրությունը նախատեսված գումար է փոխանցել արցախցիների օգտին, որպեսզի այս կառավարությունը, այս իշխանությունը արցախցիների գոնե ինչ-որ չափով օգնություն ցուցաբերի։ Հիմա այդ ատելության խոսքը ինչի համար է։ Եվ ընդ որում նշենք, որ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ն իր ամբողջ թիմակիցներով վախենում են Արցախ բառը օգտագործելուց։ Անընդհատ ասում են Ղարաբաղ եւ դա մի քանի անգամ նշում են, որպեսզի հանկարծ ադրբեջանցիներին չորթովեցնեն, նրանք չվիրավորվեն։ Ուրեմն Ուինստոն Չերչիլին հարցնում են, ասում են ինչի Անգլիայում անտիսեմիտիզմ չկա, ինչ չեք ատում հրեաներին։ Ասում են որովհետեւ մենք չենք կարծում, որ իրանք մեզնից լավն են։ Սա կարճ պատասխան։ Իսկ երկար պատասխանը եթե ուզում ես հանձնել Արցախը, պետք է հանձնես արցախցիներին։ Եթե ուզում ես հանձնել արցախցիներին, պետք է ամեն ինչ անես, որ նրանց շուրջ պաշտպանություն չլինի։ Եթե ուզում ես պաշտպանություն չլինի, պետք է ստել հնարես, ատելություն տարածես, միֆեր եւ այլն եւ այլն։ Որպես քաղաքակրթություն ինձ համար Արցախը շատ ավելի հաճելի էր, որտեղ Արցախը չէր մտել այդ կապիտալիզմի օրենքների մեջ, որտեղ հարևանները դից արդեն դարպասներ են իրար դիմաց դրել, հա, որտեղ այդ բանը իրար նեցուկ լինելը այտենց տարածված չի։ Իսկ Արցախում դեռևս մնացել էր այդ համայնքային այդ իրար նկատմամբ այդ ջերմությունը եւ հոգատարությունը, հա։ Ու դրա այդ իմաստով շատ ավելի հաճելի քաղաքակրթություն ու ես չգիտեմ արդյոք այս հայկական կապիտալիզմը կարողանա արցախցիների մեջ իր հաջորդ սերնդը օրինակ հանել թե ոչ, բայց ես չէի ցանկանում, որովհետև այն ինչ որ կատարվում էր Արցախում, ես կասեի, որ հենց դա է հայերի առաքելությունը։ Օրինակ դա միայն չի վերաբերում Արցախ։ Ես վերջերս մի թուրքական ֆիլմ էի թարգմանում, որը Դիարբեքիրի հայերի մասին էր։ Ու երբ որ Դիարբեքիրի հայերի մասին խոսում էին, նկարագրությունը հայերի, նույն նկարագրությունն էր, ինչ որ ես տեսնում էի Արցախ, հա, ասենք նրանք հաց էին ստեղծում, որ հաց բաժանեն, օրինակ, չէ՞։ Այս նկարագրությունը հենց արցախյան է, որտեվ այդպես էր քաղաքակրթություն։ Ես հայերին այդպես եմ պատկերացնում։ Հայերը պետք է լինեն բան անհանդուրժող անարդարության նկատմամբ, իրականում մենք հանդուրժող ենք անարդարության նկատմամբ եւ շատ ներողամիտ։ Դա նույնիսկ 18 թվականին բոլշևիկների հանդեպ էր այդպես եւ այդպես էր նաեւ 98 թվականից հետո ՀՀՇ-ի որոշ ոչ պետքատան գործիչների հանդեպ եւ նաեւ 2008-ից հետո գործակալ բացահայտ գործակալների հանդեպ եւ Նիկոլ Փաշինյանի հետ մենք շատ ներողամիտ ենք այդ հարցերում, ինձ թվում է այդ իմաստով արժի բանալ, ատենի կտրուկ էլ, օրինակ բանը какой привет, такой ответ, հա, ռուսին ասած, բայց բանի իմաստով, հոգատարության իմաստով այդ արդեն Ռուբեն Վարդանյանի այդ օրինակով արդեն ասացի։ Հիմա արցախցիներին նրանք խնդիր ունեն լիովին վերացնելու արցախցի ինքնությունը, Արցախում ապրածի ինքնությունը, բայց նրանք նաև խնդիր ունեն հայ ինքնությունը վերացնել։
որովհետև հաջորդ շերտը արդեն Հայաստանն ու Ադրբեջանը թույլտվեն չեն կանգնելու։ Մարդիկ կոտորվեցին, օր ու գիշեր ցեղասպանում են, 70 տարի ապրեցին այն հույսով, երբ Հայաստանը անկախանալու մի քիչ էլ ցեղասպանենք։ Չնայած ներսում էլի անում էին 30-ականներին, հիշենք այդ Մոսադը օրինակ այդ ժամանակ հայաթափեցին Ֆրանսիայի ու Աթաթուրքի համաձայնությամբ եւ այդ մարդիկ մեջի երրումա մի քիչ էլ ցեղասպանը չեն կանում, բայց իսկապես այս քաղաքակրթությունը նկատի ունենալով, որը ասացի, եթե ուզենաք ասենք real certificate-ին ասած, կարեք այդ մասը օգտագործեք, որ Չերչիլը Չերչիլի արտահայտությունը արցախցիների մասով։ Իսկ ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը։ Կհանդիպենք։